Ավանդական խնայողությունները կարող են լինել ծուղակ, որը քողարկված է որպես առաքինություն, առաջին հայացքից թվում է անվնաս, նույնիսկ գովելի է որպես կարգապահության և տնտեսության խորհրդանիշ, այնուամենայնիվ, երբ մենք ավելի խորքային ենք թվում, գիտակցում ենք, որ այս թվացյալ անմեղ սովորությունը կարող է լինել իրական բարգավաճման ամենամեծ խոչընդոտներից մեկը, իրականում հարստություն կառուցելու պատրանքով պահվող յուրաքանչյուր արժույթ կարող է ձեզ հեռացնել դրանից։ Գոյություն ունի հին իմաստություն, որը փողը համեմատում է ջրի մեջ, երբ ջուրը բեռնարկղում լճացած է, այն կորցնում է իր կենսունակությունը, այն դառնում է կոպիտ և, ի վերջո, դառնում է սպառման համար անպիտան, բայց երբ այն հոսում է, ոռոգելով երկիրը, այն առաջացնում է կյանք և առատություն, նույնը վերաբերում է նաև փողի։ Երբ այն կանգնած է, կորցնում է իր ներուժը։ Երբ այն շրջանառվում է, հնարավորություն է ստեղծում։ Շատ մշակույթներ, հատկապես հրեական ավանդույթ, միշտ խնայողություններ են տեսել պահոցներով, երեխաների համար դա կարող է լինել կրթական գործիք, ուսուցանելով պլանավորման արժեքը, այնուամենայնիվ, երբ մեծահասակը խնայողությունները վերածում է իր հիմնական ֆինանսական մեթոդի, նա ռիսկի է ենթարկում իր սեփական կյանքը լճացնելու համար, փողը չի պատրաստվում կուտակվել առանց նպատակի։ Այն պատրաստվել է ներդրվել, բազմապատկել և տեղադրել շարժման մեջ։ Ժամանակակից հետազոտողները հաստատում են այս գաղափարը, Morgan Housel-ի նման հեղինակները նշում են, որ հարստությունը չի չափվում խնայված գումարի չափով, բայց օգտագործված ձևը, մաքրված փողը նման է կրծքավանդակի թաղված սերմին։ Այն երբեք չի բողբոջելու, արդեն շարժման մեջ եղած փողերը ներդրումների, կրթության կամ բիզնեսի մեջ դառնում է ավելի մեծ բան, առաջացնում է իրական արժեք։ Խնայողությունները հաճախ արտացոլում են թաքնված վախը։ Ապագայի վախը, անվստահությունը սեփական հնարավորություններում, այն պատրանքն է, որից անվտանգությունը գալիս է միայն կուտակումից, բայց իրական անվտանգությունը չի պահում յուրաքանչյուր կոպեկ, բայց ինչպես իմանալ, թե ինչպես ձեզ աշխատել ձեր օգտին, նրանք, ովքեր ապրում են ծախսելու կամ ներդրումների վախի պատճառով, ավարտվում են սակավության ցիկլով, մինչդեռ նրանք, ովքեր սովորում են իրենց ռեսուրսները ղեկավարել ավելի ամուր ապագա։ Պատկերացրեք դերձակի պատմությունը, որը տարիներ շարունակ մետաղադրամներ պահեց կավե բանկա, նա հպարտությամբ էր տեսնում իր գանձը աճը, հավատալով, որ մի օր այդ տնտեսությունները նրան հարստացներ, այնուամենայնիվ, մինչ նա կերակրում էր իր խնայողությունները, մյուսները ներդրվում էին սովորելու, բիզնես բացելու կամ ապրանքներ գնելը, ժամանակի ընթացքում ձեր զամբյուղը լիքն էր, բայց ձեր կյանքը մնացել է նույնը, նրա որդին մի օր հարցրեց նրան. Հայր, ինչու ես այստեղ պահում այդ մետաղադրամները, դերձակը պատասխանեց. Ապահովի ավելի լավ ապագա, որդին այնուհետև վերցրեց մետաղադրամներ և ասաց. Բայց այս փողը ինձ ոչինչ չի սովորեցնում, չի կերակրում մեր ընտանիքը կամ բաց դռները։ Այս պարզ դիտարկումը բացահայտում է խորը ճշմարտությունը։ Զորահանդեսի փողերը հարստություն չեն կառուցում։ Դա միայն ստեղծում է անվտանգության պատրանք, լայք այնպես, ինչպես վագոն անիվը, որը չի փչացնում և կորցնում իր գործառույթը, փողը, որը չի շրջանառվում, կորցնում է իր վերափոխման ուժը։ Ժամանակակից փիլիսոփաները և տնտեսագետները ամրապնդում են այս գաղափարը։ Ջեյմս Յեմսը պարզ է, որ սովորությունների վերաբերյալ ուսման մեջ ցույց է տալիս, որ փող խնայելու կարգապահությունը միայն օգտակար է, եթե այն կապված է ավելի մեծ նպատակին։ Եթե նպատակը պարզապես մետաղադրամներ ավելացնելու համար, ապա սովորությունը դառնում է ստերիլ, շատ ավելի արժեքավոր է սովորելու, նորարարության և արժեքի կարգապահությունը զարգացնելը։ Հրեական ավանդույթը նման ուսուցում է բերում. Մի թաղիր քո տաղանդը, նպատակը, դավկետված գումարը նման է կրծքավանդակի մեջ թաղված սերմի։ Այն պտղաբերելու փոխարեն, ճշմարիտ հարստությունը ծնվում է այն ժամանակ, երբ փողը ցանում է գիտելիքներ, հարաբերություններում, ձեռնարկություններում և ոչ թե թաքնված։ Շատերը հպարտ են, որ ունեն լիարժեք խնայողություն, բայց շարունակեք բողոքել փողի պակասից, նրանք չեն գիտակցում, որ աղքատությունը ճշգրիտ է մնում, քանի որ հարստությունը միայն ծաղկում է, որտեղ կա շարժում։ Հին Երուսաղեմի շուկայում վաճառողի պատմությունը, ով յուրաքանչյուր մետաղադրամ պահում էր կրծքավանդակի տակ։ Հարկ, նա հավատում էր, որ նա պաշտպանված կլինի, բայց երբ ծանր ժամանակներ եկան, նրա մետաղադրամները կորցրեցին արժեքը, և նա ստացավ կրծքավանդակը, որն լի էր անօգուտ մետաղով, մինչդեռ մյուս առևտրականները իրենց շահույթի մի մասը ներդրեցին նոր ապրանքատեսակներում, կրթեցին իրենց երեխաներին և օգնեցին համայնքին, նրա գումարը աշխատել է, ստեղծելով բարգավաճման ցիկլեր, ինչպիսիք են այն ալիքները, որոնք ձևավորվում են, երբ քար է նետվում ջրի մեջ։ Դասը պարզ է, հարստությունը հոմանիշ չէ կուտակման, բայց շարժման միջոցով բազմապատկումը, փողը հյուրի պես է, եթե նրան կողպեք, նա հիասթափված է, եթե դուք ստանում եք այն և ուղղեք ձեզ օգտակար մի բանի, այն վերադառնում է ավելի շատ հնարավորություններով։
Դանիել Կահնականի նման հոգեբանները բացատրում են, որ շատ մարդիկ նախընտրում են անվտանգության պատրանք աճի իրական ռիսկի համար, բայց հենց շարժումն է նույնիսկ իր ռիսկերով, ինչը ուժեղանում է, ինչպես ասում է Նասիմ Թալեբը, ինչն է շարժվում հարմարվում, ինչ է կանգնած քանդվել։ Հին պրակտիկա, օրինակ, տասանորդը ցույց է տալիս այս սկզբունքը. ձեր ունեցածի մի մասը կիսելիս այն չի կորչում, բայց հոսքը սկսվում է, փողը այլևս կուրբ չէ եւ դառնում է գործիք, աղքատությունը շարունակվում է, որտեղ վախ կա։ Բարգավաճումը ծնվում է այնտեղ, որտեղ կա քաջություն շրջանառության համար։ Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք ձեր տնտեսությունները կանգնած են քարի պես կամ գետի պես հոսում են։ Պատասխանը կորոշի, եթե դուք կառուցում եք հարստություն, թե պարզապես կերակրում եք անվտանգության պատրանքը։ Արևելյան Եվրոպայի մի փոքրիկ գյուղում տատը իր թոռներին սովորեցրեց մի պարզ դաս. խնայողությունները ծառայում են մետաղադրամներ պահելու համար, բայց իրական հարստությունը ծնվում է։ Նա երեխաներին ցույց տվեց կրծքավանդակի մեջ պահվող ցորենի հացահատիկ։ Մեկ ամիս անց նա փտեց, այնուամենայնիվ, տնկելիս այն բազմապատկվել է տասնյակ նոր հացահատիկներով։ Սա փողի փոխաբերությունն է, խնայողությունը հացահատիկի նման է, ներսում կա մի բան, բայց ոչ մի նոր բան չի ստեղծվում, արդեն ներդրում է բիզնեսում, գիտելիքներով կամ մարդկանց մեջ, նման է սերմ տնկել։ Հացահատիկը կարող է դառնալ 10։ Հարստությունը չի գալիս կուտակումից, այլ պտղիցից, փողերը, ինչպես սերմերը, գոյություն ունեն պտուղներ առաջացնել, ոչ թե փակել փակ տարայի մեջ։ Քերոլվը, աճի մտածելակերպի վերաբերյալ ուսման մեջ, ցույց է տալիս, որ նրանք, ովքեր հավատում են զարգացմանը, միշտ ձևեր են փնտրում բազմապատկելու իրենց ունեցածը, նույնիսկ փոքր ներդրումները, որոնք իրականացվում են հետևողականորեն, կարող են արժույթը վերածել մեծ արժեքի աղբյուրի։ Հին իմաստությունը ասաց. տվեք 10-րդ մասը, որպեսզի մնացած 9 օրհնվի, իմաստը պարզ է, փողը պետք է շրջանառվի բազմապատկելու համար, եթե ցիկլը ընդհատվի, հարստությունը մահանում է, ինչպես կրծքավանդակի հացահատիկը, աղքատությունը երբեք չի թողնում նրանց, ովքեր վախենում են ցանել, մինչ ոմանք վախով պահում են իրենց սերմերը, մյուսներն արդեն բերք են ունենում։ Արտացոլեք, ձեր կյանքում ինչն է գերակշռում ստերիլ խնայողությունները կամ բերրի դաշտը, որտեղ փողը կարող է աճել։ Ձեր պատասխանը կբացահայտի, արդյոք բարգավաճման ճանապարհին եք, թե պարզապես ձեր ձեռքերում աղքատությունը պահում եք։ Նույն գյուղում նա ապրում էր Ռեյչել անունով մի կին, նա պահում էր յուրաքանչյուր մետաղադրամ անկողնի տակ, կրկնելով. ես պետք է փրկեմ, եթե ամեն ինչ վատթարանում է, բայց ամեն ինչ ավելի վատացավ, քանի որ նրանց փողերը չեն աշխատել, նա չէր կարող թույլ տալ բուժօգնություն եւ ոչ էլ օգնել իր երեխաներին բիզնես սկսել, քանի որ վախենում էր ազատ արձակել իր հավաքածի նույնիսկ մի փոքր մասը, նրա հարևանը այլ կերպ է գործել։ Նա ներդրվել է իր որդու կրթության մեջ, օգնել ուրիշներին եւ վերստին ներդրել իր ամուսնու աշխատանքը, չնայած նրանք սկսեցին նույն ռեսուրսներով, հարևանի տունը բարգավաճեց, մինչդեռ Ռաքելի կարող էր լի, բայց նրա կյանքը դատարկ էր։ Եզրափակիչ հաղորդագրությունը միանշանակ է, հարստությունը չի կառուցվում պահվածի հետ, բայց այն, ինչ շրջանաձև է, փողը էներգիա է, երբ այն հոսում է, այն ավելի շատ էներգիա է ստեղծում, երբ այն կանգնած է, կորցնում է իր իշխանությունը։ Ընտրությունը քոնն է, հարթնապակի նման լինել, լիարժեք եւ լճացած կյանքով, կամ որպես իր հարևան, որը յուրաքանչյուր մետաղադրամ է դարձել սերմերի մեջ։ Ուշոտություն։ Ճշմարիտ հարստությունը այն չէ, ինչ պահում եք, բայց այն, ինչի համար եք աշխատում, փողը ամուլետ չէ, գործիք է, երբ նրան վերաբերվում ենք որպես թալիսման, նա միայն վախ է առաջացնում, երբ մենք օգտագործում ենք այն որպես գործիք։ Այն ստեղծում է ազատություն, ժամանակակից փիլիսոփաները եւ մտածողները դա պարզ են դարձնում, Ուեյն արձակուրդը հիշեցնում է, խոչընդոտը ճանապարհն է, ռեսուրսները պետք է գտնեն մարտահրավերներ աճելու համար, Քալ Նյուփորտ, խորը աշխատանքում, ասում է, ուշադրությունն ակտիվ է, երբ այն համատեղում եք փողի հետ, այն ստեղծում է արժեք, որը բազմապատկում է։ Հրեական ավանդությունն արդեն ասել է, մի թաքցրեք լույսը ավտոբուսի տակ, ինչը չպետք է թաքնված լինի, փողը թեթև է, դուք պետք է լուսավորեք կյանքը, ոչ թե փտել անկողնում, արտացոլեք, ինչ ունեք այսօր ձեր ձեռքերում գործիք կամ ամուլետ, եթե դա գործիք է, դա կհանգեցնի առատության, եթե դա ամուլետ է, ձեզ հետևում եք սակավության մեջ։ Մենք վերլուծեցինք դերձակների, վաճառականի, տատիկի եւ Ռեյչելի պատմությունները, բոլորը ունեն ընդհանուր կետ։ Խնայողություններ, որոնք ապագայի երաշխիք էին թվում, ծուղակ դարձան, նա սովորեցրեց այն պահել, բայց ոչ բազմապատկել, դա վախեցրեց, ոչ թե շարժումը, հրեական իմաստությունը միշտ տեսել է այն կողմ։ Փողը նման է ջրի, հացահատիկի կամ լույսի, պետք է հոսել, սնուցել, լուսավորել, water-ային դադարում է կանգ առնել, պահված հացահատիկի փչացումներ, թաքնված լույսը դուրս է գալիս, նույնը գնում է փողի։ Ժամանակակից գաղափարները արձագանքում են այս ճշմարտությանը, Մորգան Հյուսելյան պետություններ։
Հարստությունը պահվածք է, այլ ոչ թե բանկային մնացորդ, Nassim Taleb highlights. Շարժումը ամրապնդում է համակարգը։ Լճացումը ոչնչացնում է ձեզ, քերոլվերը սովորեցնում է, որ աճը սկսվում է, երբ մենք կանգնեցնում ենք տեմպը և սկսում ենք գործել։ Եզրակացությունը պարզ է, խնայողությունները չեն վերացնում աղքատությունը։ Այն կերակրում է այն, իրական հարստությունը ծնվում է այնտեղ, երբ փողը շրջանառվում է, ուսումնականում, աշխատավայրում, օգնելով ուրիշներին, ներդրումներ, արժեքի ստեղծում, եթե ցանկանում եք խուսափել սակավությունից, դադարեք փխրունացնել մետաղադրամների հնարավորությունը, այն ծառայում է երեխային սովորեցնելու համար փոխվել, բայց մեռած է նրանց համար, ովքեր ցանկանում են վերափոխել իրենց նպատակակետը։ Հիշեք, աղքատությունը չի կապում ձեր դրամապանակին, բայց մտքում, որտեղ թաքնվի սովորություն կա, աճ չկա, այնտեղ, որտեղ կա ռեժիսուրայի սովորություն, բարգավաճում է գալիս, բառերն ու պատմությունները կարևոր են, բայց նրանք միայն կյանքի են կոչվում, երբ նրանք դառնում են գործողություններ, այնպես որ ժամանակն է գործնական պլանի համար, որ այսօր կարող եք սկսել։ Առաջին քայլ. Նայեք ձեր խնայողություններին, դա կարող է լինել կարող է դրամապանակ կամ հաշիվ, որտեղ փողը դեռ կա, հեռացրեք մի մասը և կետը, որտեղ այն կսկսի աշխատել, նույնիսկ եթե դա փոքր արժեք է, կարևոր է շարժումը, այլ ոչ թե չափը։ Երկրորդ քայլ. Ներդրումներ կատարեք ձեր մեջ, գնեք գիրք, արագ ընթացք վերցրեք մի քայլ, որը ընդլայնում է ձեր գիտելիքները, սերմերի նման, այս ժեստը անհապաղ պտուղ չի տալիս, բայց փոխում է ձեր կյանքի հողը։ Քայլ երրորդ. Կիսվեք ուրիշների հետ, օգնել անձին կամ համայնքին, հրեական տասանորդի ավանդույթը հիմնված է դրա վրա։ Հարստությունը ապրում է այնտեղ, որտեղ հոսք կա, լավի համար օգտագործվող գումարները միշտ վերադառնում են բազմապատկված։ Քայլ չորրորդ. Ծրագրեք, որտեղ ձեր գումարը կգնա առաջիկա 30 օրվա ընթացքում, մի թողեք այն առանց նպատակի, յուրաքանչյուր արժույթ պետք է ունենա գործառույթ, յուրաքանչյուր իրական միջոց, դա կարելի է անել կես ժամվա ընթացքում, և դա կլինի ձեր հետագծի փոփոխության սկիզբը։ Անկախ նրանից, թե որքան եք այսօր, կարևոր է թե ինչպես է այն ուղղում իր ունեցածը, մի փոքր քանակությամբ շարժման մեջ ստեղծում է նոր իրողություններ։ Հիանալի դադար է սպանում հույսը։ Խնայողությունները կարգապահության խորհրդանիշ չեն, իրական կարգապահությունը իմանում ենք, թե ինչպես առաջնորդել գումարը կյանքը կառուցելու համար, այն չի սպանում հարստությունը մետաղադրամների պակասի համար, բայց դրանք կյանքից թաքցնելու համար։ Աղքատությունը երբեք թույլ չի տալիս նրանց, ովքեր վախենում են թողնել, այն շարունակում է մնալ այնտեղ, երբ մարդիկ մեռած են պահում, փոխարենը թույլ տալով, որ այն վերածվի գործողությունների, գիտելիքի և ուրիշների օգնության մեջ։ Հին իմաստությունը սովորեցնում է, օրհնությունը գալիս է այնտեղ, որտեղ հոսք կա, փողը պետք է ջրի պես շարժվի, հացահատիկի պես պտուղ արի, լուսավորեք որպես լույս, դրանից հետո միայն հարստություն է դառնում, ներկայիս մտածողները ավելացնում են։ Կարգապահությունը չի կուտակում վախի համար, բայց համակարգված է աճել, իմաստը մետաղադրամների քանակի մեջ չէ, բայց այն, ինչ անում ես նրանց հետ։ Մի շարք հարստությունը ծնվել է պատասխանատվությունից, ուշադրությունից և գործողությունից։ Դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացաք կարգապահության ուժը նպատակներով, այսօր դա փրկելու հնարավորություն ունի, բաժանորդագրվեք այս ալիքին և մեկնաբանեք։ Ինչ եք պատրաստ ազատվեք ձեր խնայողություններից հենց հիմա, որպեսզի ձեր փողերը աշխատեն ձեզ համար, սա կլինի ձեր առաջին քայլը դեպի ճշմարիտ առատություն։